Հարցում եմ տիկին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Մենք ապրում ենք իրավական պետությունում, թե Նիկոլիդուկյանում, տիկին Վարդապետյան։ Եթե իրավական պետությունում, ապա վստահ եմ գիտեք, որ գլխավոր դատախազը, այս պահին դուք, պետք է լինեք անկախ, ապաքաղաքական, առաջնորդվեք միայն Հայաստանի օրենքներով, սահմանադրությամբ, ձեր խղճով եւ պետական շահերով։ Դա է սահմանում օրենքը։ Եթե գիտեք, ուրեմն խնդրում եմ պատասխանել, թե ինչու է այնպես ստացվում, որ դատախազությունն օրինակ շատ արագ մեղադրանքի առաջադրում ամենայն հայոց կաթողիկոսին, ինչ որ մի հոգևորականի կարգալույծ անելու գործով, ինչի իրավունքը նա ուներ, եւ դրանով ժողովրդին ոչ մի լուրջ վնաս չի տվել, բայց մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, հայ ժողովրդից գողացված ու փոշիացված բազմամիլիարդանոց Անիֆի հիմնադրամի գործով, ինչի պատճառով հսկայական վնաս է տրվել մեր ժողովրդին։ Դուք չեք ստացել Նիկոլ Փաշինյանի հրահանգը, թե գուցե նա արգելել է դա անել։ Ում պետք է մեղադրեք, Փաշինյանի մտերիմն է, օրինակ Տիգրան Ավինյանը։ Իսկ կաթողիկոսը բնական է նրա մտերիմը չէ, խնդիրը դրանում է։ Այս հարցը լեգիտիմ հարց է, որը հուզում է մեր ժողովրդին։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ արդեն ակնհայտ է, որ դատախազությունը քրեական հետապնդումներ է սկսում հայեցողաբար եւ չգիտես ինչու դա միշտ համընկնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումների հետ։ Ցավալին այն է, որ այս ամենը համընկնում է նաեւ Ադրբեջանի ապօրինի պահանջների հետ։ Պարզ է բոլորին, որ կաթողիկոսի բարեվարկությունը իշխանությանը սկսեց ուզել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանից պահանջեցին լռեցնել եկեղեցու ձայնը եւ դերը։ Մինչ այդ կաթողիկոսի հետ սելֆիներ էին անում սիրով։ Ուստի հիմնավոր կասկածներ են առաջանում, որ սա պաշտոնական լիազորությունների չարաշահում է, որը քաղաքական դրդապատճառներ ունի։ Ինձ ու այլ քաղաքացիներին անձերը բացարձակապես չեն հետաքրքրում, ոչ ձեր, ոչ Փաշինյանի, ոչ կաթողիկոսի։ Այստեղ կարևորը օրենքի գերակայությունն է, պետական շահը ու մեր ժողովրդի պատիվը։ Դուք հաշվետու եք ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ ժողովրդին ի վերջո, նրա կողմից ընտրված ազգային ժողովին։ Եվ շատ ավելի մտահոգիչ է, որ դուք անուղղակի ու ակամա կարող եք դառնալ Հայաստանի հայ ժողովրդի թշնամիների կամքը կատարողը։ Հարցը հետևյալն է. ով է պատասխան տալու պետական բյուջեից փոշիացված միլիարդավոր դրամների համար։ Ինչու հետևողական չեք այդ կարևորագույն Անիֆի ֆոնդի գործի հարցում, բայց հետևողական եք ու օպերատիվ կաթողիկոսի եւ քաղաքական ընդդիմախոսների հարցում, նրանց հարցում, ովքեր Փաշինյանի սրտով չեն, ում Փաշինյանը թիրախավորում է։ Հիմնավոր կասկած է առաջանում, որ հենց նա է հրահանգում, եթե ոչ, ապա օրենքով դուք անկախ եք թե գործադիր, թե օրենսդիր, թե դատական իշխանություններից։ Ինչու 2023 թվականից հարուցված գործից արդյունք չկա։ Ինչու մինչ օրս բազմաթիվ հանցագործություններ բացահայտված չեն եւ մեղավորներն արժանի պատիժ չեն ստացել սկսած հոկտեմբերի 27-ից մինչեւ այսօրվա հանցագործությունները։ Մեզ ասում էին, որ հենց իշխանությունը փոխվեց, ամեն ինչ կբացահայտվի։ Բերեմ օրերս ժողովրդին ակնառու մի պարզ օրինակ, թե ինչպես են օրը ցերեկով օրենքներ խախտում, չարաշահում ու մնում անպատիժ։ Դե գիտեք, ինչով են կերակրում մեր ժողովրդին ընտրություններից առաջ։ Ասֆալտով։ Իբր տեսեք ինչ լավ իշխանություն է, ինչպիսի ասֆալտապատման աշխատանքներ են արվել, բայց պարզվեց, որ ասֆալտը համատարած անորակ է արվել, առաջացել են բազմաթիվ փոսեր, իսկ այդտեղ հսկայական փողեր են ծախսվում ու դրա տակ փյարվում։ Հասարակական գործիչ Արթուր Չախոյանն օրինակ ապացուցում է, որ փաստաթղթերով, նորմերով պետք է լինի 5 սանտիմետր ասֆալտը, բայց 3 սանտիմետր է, որ բիտում չի օգտագործվել, այսինքն բոլոր նորմերը խախտված են։ Սա հաղորդում է հանցագործության մասին։ Էլ չեն խոսում մանկապարտեզ, դպրոցների եւ այլ շինարարության մեջ բազմաթիվ ակնհայտ խախտումների մասին, այսինքն անգամ ոզնուն է պարզ, որ գործ ունեն կազմակերպված կոռուպցիոն համակարգի հետ, չարաշահումներ, բայց ոչ մի պետական պաշտոնյա ժողովրդի փողը գողանալու եւ փոշիացնելու համար պատասխան չի տալիս։ Ցավն այն է, որ ասֆալտ մանկապարտեզով ուզում են նորից ընտրվել այդ քարոզով, բայց պարզվում է, որ այդտեղ են խափում ու թալանում։ Թարսի պես էլի Տիգրան Ավինյանն է քաղաքապետը Անիֆի ֆոնդի նման, բայց այնպես են նա ներկայանում հանրությանը, կարծես ինքնանմեղ է իր աշխատողներն են մեղավոր։ Ինչու քրեական հետապնդում չեք սկսում եւ մեղադրանք առաջադրում այսօրվա պետական պաշտոնյաներին եւ պաշտպանում պետական շահը, որը ժողովրդի շահն է։ Հրահանգ չկա դրա համար։ Թե Ավինյանը Նիկոլի մտերիմն է, ուրեմն անձեռմխելի է։ Տպավորություն չլինի Ավինյանի վրա եմ կենտրոնացել, սիրելի բարեկամներ, նա ինքն է կենտրոնացել այս թեմաների մեջ։ Անձերն ինձ հետաքրքիր չեն, նրա տեղը լիներ այլ մարդ նույնն էի ասելու, ձեր տեղն էլ լիներ այլ մարդ էլի նույնն էի ասելու։
Ես որպես քաղաքացի ընդհանրապես փոխանցում եմ հենց Հայաստանի քաղաքացիների լեգիտիմ հարցերն ու կասկածները։ Գիտեք, երբ դատախազները դառնում են քաղաքական գործիք ու մարիոնետկա օրվա իշխանության ձեռքին, գրեթե երբեք հետագա պատժիչ չեն խուսափում, համաշխարհային փորձը դա է ցույց տվել։ Ձեզ ու Փաշինյանի թիմին կարող է թվալ, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, քանի որ աչք են փակում ապօրինությունների, մարդու իրավունքների խախտումների վրա, ընդդիմությունն էլ ճնշվում է, ուրեմն այդպես է լինելու միշտ։ Եթե ձեզ այդպես է թվում, ապա շտապ եմ հիասթափեցնել։ Այսօր Եվրոպայում բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, ընդհուպ մինչև երկրի ղեկավարներ դատվում են չարաշահումների համար։ Օրինակ վերջերս տեսա, թե ինչպես դատապարտվեցին եվրոպացի падգամավորներ Ադրբեջանի նախագահից կաշառք ստանալու համար։ ԵՄ պաշտոնյաներ են դատապարտվում, ԱՄՆ-ում էլ է այդպես։ Վրաստանում օրինակ, որը ցայտուն օրինակ եւ նմանություններ ունի մեզ հետ, Սաակաշվիլին դատվում է իր նախկին դատախազների հետ միասին, ու արևմուտքը, այսինքն արևմուտքի այդ կոռումպացված պաշտոնյաները նրանց չեն փրկում, քանի որ օրենքը մնում է օրենք։ Պետական իշխանության լիազորություններն ի վնաս ժողովրդի եւ օրենքների չարաշահողները երբեք չեն ներվում։ Հետևաբար լավ կլինի, որ բոլոր իրավաբանորեն անկախ պետական իրավապահ համակարգի ղեկավարները հետ կանգնեն Նիկոլի Դուքյանի պահակ լինելու ստորացուցիչ դերից, քանի որ մեզ խոստացվել է ոչ թե Նիկոլի Հայաստան, այլ իրավական, ժողովրդավարական եւ արդար Հայաստան։ Ժողովուրդն ուզում է ապրել ոչ թե Նիկոլի կամակատարների, այլ իրավական ու արդար Հայաստանում։